Չեք թողում ասում։ Բարդ բարձր։ Ես նայ վախնանում բանացին բարձր։ Ուրախ չեք բարձրացնում դա։ Ձեզ ձու են փոխանցում։ Ձեզ փոխը։ Հա? Դե ակցիա եմ իրականացնում։ Ձեր ակցիան ի՞նչ կապ ունի ոստիկան ցույց փոխանցելու հետ։ Բայց չեք թողում ասնեմ։ Եթե դուք ցանկություն ունեք դատախազությունը, որով դիմում բողոքնել, ներկայացել եմ, ընդհանրակարգ տվել եմ չեմ։ Ընդհանրակարգ պարոն Շախոյան։ Ես հարց չեմ ուղում, դուք եք գալի երկխոսության եք իմ հետ ընթանում, ես ձեր հարցին պատասխանում եմ, դուք եք ինձ հարց ուղում, ես ձեր հարցին եմ պատասխանում։ Ասում եմ դիմում գրեք։ Գրել եմ, ցանկություն ունեմ, գրել եմ, ցանկություն ունեմ, գնացել եմ, գիտեմ, անցած շաբաթ մոտիկացել եմ, ոնց որ կարգն է պահանջում օրենքով, արել եմ, այդ ամեն ինչին իրավական ընթաց չի տրվել։ Դրանով պայմանավորված տեղեկացել եմ դատախազությանը նույնիսկ դեպքի արդի, որ գալու եմ ակցիա իրականացնել։ Հիմա կարաք ասեք ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն եք ցանկանում, բարձրաբանում եք ուզում։ Պատշաճ ընթացք եմ պահանջում։ Ահա, դրա համար ես առաջարկում եմ։ Եթե ունեք ցանկություն բարձրաբանման, կարող եք մոտենալ ընդունարան։ Մոտիկացել եմ, քանի անգամ մոտիկանամ, գիտեք քանի անգամ եմ ես դիմում։ Դու գիտեք քանի անգամ ես ամեն օր Դատա չէ, ընդունարան բան եմ փոխանցում։ Լավ, հիմա խնդիր չկա, ընդունարանն եմ, էսի կփոխանցեմ։ Դուք չեք որ ասում ընդունարան եւ այլն։ Տեսնում եք, այսպես համասում են մոտիկացեք, դուք մոտեցեք ձեր դիմումը համ։ Չեք թողում, ես իմ ակցիան եմ իրականացնում, այսօրվա իրավապահ համակարգի ոչ պատշաճ գործելավոճի հարցն է, որ այս նման ձևի ակցիաները շարունակական բնութագրել է։ Այսքանով ես ավարտում։ Հարգելի հետևորդներ, ինչպես դուք տեսաք ձեր կադրերում Շախոյանը թողեց հատիկները ընդունարանում։ Կրելու է, հիմա կարող է, չգիտեմ, այսօր իրականացնեմ, վաղ առավոտը իրականացնեմ եւ ինչ ոճով, ինձ հայտնի չի, չեմ որոշել, բայց հաստատ ես դա շարունակական բնույթ է կրելու, եթե իրավապահ համակարգը այդ ամեն ինչին պատշաճ ընթաց չտա։ Ես հույս ունեմ 0.000.10%, 1%, որ գոնե այս քանից հետո ընթաց կտան։ Եթե չեն տա, էլի շարունակելու եմ։ Տեսնում եք իմ արարածների մեջ քրորեն եւ եսի ինչ վատ բան չեմ անում, էլի։ Բացի գլխավոր դատախազությունից այս խնդրի հասցեատերը որ կառույցն է։ Երևանի քաղաքապետարանը։ Ի սկզբնա, եթե իր սկզբնաղբյուրն ենք վերադառնում, Երևանի քաղաքապետարանն է, որտեղ էլի եմ կրկնում 2024 թվականին համայնքապատկան հողի վրա շինություն են կառուցել, Երևանի քաղաքապետարանը դրա մասին տեղյակ է, դիմում գրավորով տեղյակ է, գնացել արձանագրություն է կազմել, որ շինությունը ապօրինի է, մի տարի շինարարություն են անում, չեն կասեցնում, թողում են, Շախոյանը երբ որ գնում է հանրայնացնում է, ասում է Շախոյանը զրպարտություն է տարածում, բայց հետո այդ ամենը հաստատվում է ու Երևանի քաղաքապետարանը երբ որ ես գրավոր դիմում եմ գրում ասում եմ Երևանի քաղաքապետարան, ըստ որ այս հասցեում շինարարություն են անում, շին թույլտվություն ունեն, օրինական է թե չէ, նկարնել տալիս եմ քաղաքապետարան, ցույց եմ տալիս շին քաղաքապետարան ասում է, հա, շին թույլտվություն ունի, ամեն ինչ նորմալ է Շախոյան։ Շուկա Ովքեր են կառուցում, գիտեք, հայտնի է։ Համաձայն մամուլում տարածված տեղեկությանը Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Բայց շուկան հիմա գործում է։ Կառուցված է գործում է, ու իմ ունեցած տեղեկատվությունով արդեն երկրորդ հարգը պիտի կառուցեն։
Մասիվ նորնուկ վարչական շրջանում Բաղյան փողոցում։